Կյանցնենք օրակարգի առաջին զեկուցվող հարցի քննարկմանը, որը 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավոշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին է։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, խնդրեմ պարոն Պապոյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին կարկուտի հաճախականությունը եւ ինտենսիվությունը բավականին մեծացել է, որի հետ կապված մեծ վնասներ են հասցվում գյուղատնտեսությանը։ Մասնավորապես 24 թվականին կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանկատարությունները եւ այգետարածքները կազմել են մոտ 13000 հեկտար, իսկ 25 թվականին ավելի քան 11800 հեկտար։ 20 թվականից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ բնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր։ 25 թվականին կառավարությունը ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը, սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80%-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին փոխհատուցելով վնասաբերության 200% գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում եւս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարգտապաշտպան ցանցերի ներդրմանը վարկային եւ փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարգտապաշտպան ցանցերը։ Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 24 թվականից, այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է եւ 24 եւ 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանկատարություններում եւ այգետարածքներում կարկուտի հասցված վնասը կազմել է 40-ից 100%։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։ Նախագծով սահմանվում է նաև, որ այն ֆերմերները, որոնք արդեն կառավարության կողմից ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսի մշակության համար 24-25 թվականներին, այդ ֆերմերները չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար։ Որպեսզի հանրության համար պարզ լինի փոխհատուցվող գումարի շրջանակը մի քանի օրինակով ներկայացնեմ։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301840 դրամ, կարտոֆիլը 446950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130900 դրամ, աշնանացանցորենը 55328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները եւ ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները եւ ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավացման նպատակով ներկայումս Կենտրոնական բանկի ակտիվ համակարգմամբ տարբեր միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվում են քննարկումներ եւ ուսումնասիրություններ, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 24 եւ 25 թվականներին կիրառելիության խնդիր է արձանագրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Մի քանի հիմնական դիտարկումներ ըստ ձեր կողմից ներկայացված եկուցման, պատճառը թե մենք ինչու ենք 2024 եւ 2025 թվականների համար կարկուտի հասցրած վնասների հատուցում նախատեսում, մասնակի հատուցում, այն է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերից ապահովագրության համակարգը ունեցել է որոշակի խնդիրներ, ինչը ակնհայտ է դարձրել, որ 2024 եւ 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել մեր գյուղացիական տնտեսությունների համար։ Եվ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեն եւ մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեն, դեռևս նախորդ տարի, բայց այս տարվա սկզբին հատկապես ինտենսիվությամբ Կենտրոնական բանկը եւ կառավարությունը աշխատում են, որպեսզի այդ համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի
գործարկել նորացված արդյունավետ համակարգ եւ մենք վերադառնանք ապահովագրական համակարգին։ Սա ես հստակորեն ուզում եմ նշել, որ նաեւ մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ մենք կհայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որոնք ընձեռում է ապահովագրական համակարգը եւ մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով, այսինքն կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները դիմում են նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, երբ որ տարվա ընթացքում կամ կարկուտը, կամ երաշտը, կամ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն։ Դրանք տեղի կունենան, կլինի նաև համապատասխան հատուցում։ Այստեղ հիմա շատ կարևոր է դառնում այն հանգամանքը, թե մենք ուր ենք հասել այդ նոր համակարգը մշակելու ուղղությամբ, որովհետև 2026 թվականը արդեն հեռու չէ եւ երբ որ մենք հայտարարենք այդ համակարգը գործարկելու մասին, մարդիկ պետք է նաեւ բավարար ժամանակ ունենան հասկանալու համար, թե դա ինչպես է գործելու եւ որպեսզի մեր գործարկած համակարգ ունենա համապատասխան նաեւ դիմելիություն եւ օգուտներ։ Կխնդրեմ պարզաբանեք, գիտեմ, որ Կենտրոնական բանկի հետ վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն քննարկում եք այդ հարցերը, պարզաբանեք նաեւ, թե մենք ինչ կարող ենք սպասել մինչեւ այս տարեվերջ եւ եկող տարվա սկզբին մասնավորապես, որ վերադառնանք այդ առավել կարգավորված մեխանիզմներին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Քանի որ Կենտրոնական բանկի համակարգման պետ թերևս ավելի մանրամասն պարոն Ուրբեկյանը կասի, բայց նախնական նշեմ, որ հիմա իսպանական եւ թուրքական փորձն է ուսումնասիրվում, որը համարվում է եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկը գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում եւ այստեղ ունենք եւ լավ լուր եւ վատ լուր, հա, այսպես ասենք, լավ լուրը նա է, որ կա կանխատեսելի մեխանիզմներ, մեթոդաբանություն, որը դա եւ հնարավորություն, որ մենք դա կունենանք ու գործընկերներն են ասում, բայց վատն է, որ թերևս դա ամբողջ ծավալով կարողանանք 27 թվականից անենք, բայց փորձում ենք հիմա ինչ որ ձևով 26 թվականի համար եւս լուծում տանք։